Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները, նաեւ Թարմ ուղեղով զրույցը, որը մենք այս պահին սկսում ենք, իսկ մեր զրուցակիցներն են Կորյուն Դավթյանը եւ Արկադի Համբարյանը, ովքեր ֆինանսիստներ են, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում, Կորյունը իհարկե մշտապես է եղել այս տաղավարում եւ մշակութային թեմաներով իհարկե դուք եւս եղել եք, կարծում եմ հարազատ է երկուսիդ համար էլ տաղավարը, բայց թեման այս անգամ մի քիչ տարբերվող է, ֆինանսներից եւ տնտեսագիտությունից ենք խոսելու, նոր ու հետաքրքիր նախաձեռնություն ունեք, նախագիծ երիտասարդության համար, նաեւ առհասարակ տնտեսագիտությամբ եւ ֆինանսներով հետաքրքրված մարդկանց համար, կուզեմ որ սկզբից մի անգամից դուք մեզ պատմեք ինչի մասին է այն, ինչպես ասացիք, կոչվում է գլոբալ տնտեսական հետազոտությունների նախագիծ, ինչ է այն ենթադրում իրենից, խնդրեմ։ Նախ շատ շնորհակալություն նորից մեզ հյուրընկալելու համար, Մոնիկա ջան, ինձ համար էլ շատ հետաքրքիր է, որ այս թեմաներից եմ խոսելու ձեր տաղավարում, որտեղ միշտ մշակույթից ու արվեստից ենք խոսել։ Նախագիծը մեկնարկել ենք նպատակ ունենալով հավաքել թիմ, որը ներուժը իր մեջ ներուժ կզարգացնի գլոբալ տնտեսական հետազոտություններ անել, օրինակ ուսումնասիրել բորսաները, համաշխարհային բանկերը, առևտրատնտեսական ուղիները, հումքային շուկաները, էներգետիկ շուկաները եւ դա անել դիտարկելով ամբողջ աշխարհի շարժերը եւ չկենտրոնանալով միայն հայկական հետաքրքրությունների վրա, այսինքն մենք փորձելու ենք անել վերլուծություններ, որոնք աշխարհի համար են, որոնցից կկարողանան օգտվել բոլորը։ Համալսարանները այդ գիտելիքները չեն փոխանցում։ Մեր այն ժամանակ, երբ որ ես սովորում էի ակադեմիան ֆինանսներ, չնայած որ ֆինանսները շատ չի կենտրոնանում մակրո տնտեսագիտության վրա, բացառությամբ շուկաների ուսումնասիրությունը, ֆոնդային շուկաների եւ այլն, բայց բավարար գիտելիքներ տալիս են սկսելու համար, բայց որպես հետազոտություն, որպես արդեն ուսումնասիրող հետո հոդվածներ անենք եւ որ ամենակարևորն է թիմը նպատակ է դնելու իր առաջ կանխատեսումներ անել, այսինքն մեր հոդվածը ավարտվելու է կոնկրետ ոլորտի, կոնկրետ ինչ-որ ուղղություն կանխատեսելու կամ դինամիկա կանխատեսելու բանով, եզակացությամբ, այսպես ասած։ Ես կուզեմ հարցը ձեզ ուղղել, ինչպես որոշեցիք թիմը ձևավորել այն թիմը, ովքեր այս գաղափարի հիմքում կանգնած են եւ նպատակը առհասարակ այս ամենի արդյոք փորձագիտական դաշտը մեր, նաև կուզեմ դրան դուք էլ պատասխանեք Կորյուն ջան, արդյոք փորձագիտական դաշտը այդքան հագեցած չի ու նաև այդ մասով մենք խնդիրներ ունենք, դրա համար փորձում եք նաև աջակցության ձեր մասը ունենալ։ Նու ես հայրենադարձն եմ, ես սովորել եմ Ուկրաինայում, երկու կրթություն ունեմ, տնտեսական եւ իրավաբանական, միջազգային իրավաբանական, ու հիմա գիտակցում եմ, որ մենք ուզում ենք թիմ ստեղծենք հենց կանխատեսումների գրելու համար, որովհետեւ կանխատեսումը պրոգնոզирование ամենաբարդ բանը տնտեսության մեջ, որովհետև անալիզ անել ուրիշ է, իսկ կանխատեսում գրելը ուրիշ է, իսկ հասնել են մակարդակ, երբ որ մենք կարողանանք կանխատեսումներ գրել աշխարհի ամենալուրջ կայքերի համար, դա պետք է հասնել ու դա ասենք բարդ ճանապարհ է, հեշտ չի այդ ամեն ինչը։ Ու ես տենց փորձ ունեմ 16-17 թվին ես ինքնով գրում էի Investing.com-ի համար ու դա շատ բարդ գործ է, ես հիմա որոշել եմ, որ մենակով չեմ ուզում դա անել, ուզում եմ, որ մենք մեր թիմով, ընկերներով ստեղծենք խումբ, որ կարողանանք բաժանել ուղղությունները, ոլորտները, աշխատանքը, տենց ավելի էֆեկտիվ է լինելու, որովհետև բազմաթիվ ինֆորմացիա ու ստեղ տենց հետաքրքիր մոտեցում կա, եթե դու ուզում ես տեսնել ինչ-որ մի կետ, կանխատեսում անել ինչ-որ կետ է, խոսքի չգիտեմ, նավթի գինը կամ մսի գինը կամ կոֆե գինը է կամ չի, դու պետք է տեսնես ամեն ինչը, ու այդ ամեն ինչը որպես գետ է, ինքը ամեն օր ամեն վայրկյան շարժվում է, ու դու պետք է այդ հատկապես այս դարում, չէ՞։ Շատ արագ է փոխվում, ոնց որ գետ լինի, ու դու այդ շարժի մեջ անընդհատ պետք է լինես, ու մի մարդու համար դա անհնար է,
Դրա համար մենք փորձենք դա անել մեր խմբով։ Այդ դուք ասացիք, որ ժամանակին նաև զբաղվել եք այդ աշխատանքով հետազոտությունների ու բարդեր։ Մի քիչ կպատմեք այդ փուլերը, ինչ բարդություններ են լինում, ինչ process առհասարակ, ինչքան ժամանակ է խլում հետազոտություն իրականացնելը, լավ եւ որակյալ հետազոտությունը եւ կանխատեսում անել վերջում։ Ես գրում եի կանխատեսումներ, կներեք իմ акցենտին ես աշխատանքային ռուսերեն եմ մնացել, չէ, փորձեմ հայերեն, միջև հերիքումը բարերը փորձեմ հայերեն, բայց եթե զգամ որ չի երիքում բարերը, կասեմ ռուսերեն։ Ես անում եի այդ կանխատեսումները ու դուք ասեք ինչքան ժամանակ 24 ժամ, որովհետև այդքան ես աշխատում, որ արդեն երազներում ես տեսնում այդ ամեն ինչը, որովհետև շատ պետք է կարդալ, ուղղակի գիտակցում ես, որ խոսքի 12 ժամ, 14 ժամ որ աշխատում ես ամեն օր, այնց ես հոգնում, ոնց որ գլադիատոր լինես, ամեն օր դու պետք է դիսցիպլինայի մեջ լինես, այդտենց բարդ գործ է, որովհետև խոսքից հետ չմնալու համար։ Որովհետև investing լուրջ կայք է ու ինչ որ տենց պրիմիտիվ կանխատեսումները չի анցնի այնտեղ, просто չեն ընդունի։ Պետք է լուրջ, как сказать, серьезные статьи нужно писать с прогнозами, с определением периодов, месяц, 3 месяца и так далее. Более того, эти прогнозы կանխատեսումներ եք դուք արել։ Կարճ եթե ներկայացնեք մի քանի օրինակ։ Выборы в Америке, выборы в Италии, референдум в Италии, ситуация в Австрии, Brexit в Великобритании, нефтяные рынки, встречи Brexit. Абсолютно. Все практически. Без ошибок. Վերադառնալով նպատակներին, հենց այդ ճիշտն ասած, հենց այդ ամենամեծ նպատակներ, որ ուզում ենք Հայաստանում այս ներուժը ու այս կարողությունները ունեցող թիմ լինի, որը կկարողանա բարձր մոտարկումով, չասենք 100%, քանի որ մարդկային գործոն կա գործի մեջ, բայց այդքան բարձր մոտարկումով կանխատեսումներ անել եւ հնարավորություն տալ թե տնտեսվարողներին, թե քաղաքական ակտիվ մարդկանց գործիչներին, ինչու՞ չէ, հասկանալ ուղղությունը, այսինքն հասկանալ թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, թեկուզ փաթերններով, այսինքն օգտվեն հնարավոր զարգացումների արդեն համախմբված մի քանի ուղղություններից եւ դա հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել թե բիզնեսը, թե փողը, թե քաղաքական ուղղությունը, թե ներազգային շարժերը, հոսանքները, որոնք այսօր օրինակ տեսնում ենք թե ոնց են եռում եւ ինձ չի պատահել գոնե լավ որակյալ վերլուծություն թե մեր ներազգային հարցերը գլոբալ ինչ կոնտեքստ ունեն, գոնե 99% վստահություն ունենաս, չէ՞, այդ բարձր մոտարկում ունենաս թե այդ ինչ շարժեր են եւ դրանց հետևանքում մենք ինչ ռիսկեր ունենք ու ինչ քայլեր կարող ենք անել այդ ռիսկերը կառավարելու համար։ Եվ շատ խանդավառված ենք ճիշտն ասած սկսել նախագիծը, բայց մեկնարկը արդեն տրված է։ Պայմանական ասած այո, բայց բաց են դիմումները, դասընթացի առաջի հանդիպումը լինելու է հունիսի 26-ին, մենք կանենք առաջի բաց դաս որպես եւ կներկայացնենք ծրագիրը, տևողությունը 7 ամիս է լինելու շաբաթական մեկ անգամ հանդիպումով։ Ես կուզեմ անպայման ասել, որ on-line հնարավորություններ է լինելու, մենք արդեն ունենք Սփյուռքից 2 մասնակից ԱՄՆ-ից ու Ռուսաստանից, որոնք որ պատրաստ են միանալ դասընթացին եւ անպայման ապահովելու ենք հնարավորությունը on-line միանալու։ Դեռ բաց է 26-ին կներկայացնենք բաց դասի ընթացքում թե ինչ ենք անելու եւ որպեսզի հստակ լինի դասընթացն ամփոփվելու է մի քանի հոդվածներով, այսինքն մենք հստակ նախագծով ենք ամփոփելու դասընթացը, ոչ միայն լինելու է կրթական, այլ լինելու հստակ աշխատանք, որի արդյունքում լինելու են հոդվածներ, որոնք նաեւ այո փորձելու ենք բարձր վստահություն վայելող կայքերում հրապարակել
եւ արդեն կտեսնենք դրանից հետո թե ուր կարողանանք շարժվել այդ արդեն մեծ թիմով, խմբով։ Չասացիք այն մասին, արդյոք ինչ որ սահմանափակումներ կան, թե տարիքային իմաստով, թե չգիտեմ, օրինակ մասնագիտության հետ կապված, օրինակ մարդիկ չունեն որևէ մասնագիտական կրթություն ոլորտում, բայց ուզում են օրինակ ուսումնասիրությունների այդ դաշտում լինել, այդ աշխարհ մտնել, արդյոք իրենց սահմանափակում եք այդ մասով, թե ոչ։ Մենք հայտարարության մեջ նախապատվություն տվել ենք, ասել ենք, որ բազային տնտեսագիտական, ֆինանսական գիտելիքները նախընտրելի են, բայց ընդհանուր առմամբ չկան սահմանափակումներ, որտեղ միևնույն է սկսելու ենք բազային գիտելիքներից եւ սկսելու ենք մեթոդական ուսուցումից, այսինքն թե ինչ մեթոդներով ենք աշխատելու, օրինակ ինչպես ենք հավաքագրելու տեղեկատվությունը դաշտից, ոնց ենք որոշելու աղբյուրները, որոնք են վստահելի, որոնք են ստուգման ենթակա, ոնց ենք դրանք մշակելու, դասակարգելու, ինչ վերլուծության ենք ենթարկելու եւ վերջում թե այդ ամեն տեղեկությունները, ամեն տվյալները ինչպես համադրենք իրար հետ, որպիսի դուրս բերենք կանխատեսում, ոնց ցույց տանք այդ կորելյացիան, որ եթե ինֆորմացիոն դաշտում ունենք SS տեղեկությունները, թվային եւ ֆինանսական շուկաներում այս տեղեկությունները, ապա տենդենսը մեծ հավանականությամբ կգնա այստեղ։ Շատ լավ, Արկադի ջան, դուք նշեցիք, որ հայրենադարձ եք եւ հետեւաբար կարծում եմ կրթություն դրսում եք ստացել։ Եթե փորձենք համեմատություն անցկացնել հայաստանյան այդ կրթությունը ոլորտի եւ դրսում ինչպես է իրականացվում եւ առհասարակ հետազոտությունների մասով, ֆինանսների մասով, մենք շատ բավականին հետ ենք մնում, թե փորձում ենք համընթաց գնալ աշխարհին։ Ես չեմ կարող համեմատել, որովհետեւ ես տեղ չեմ սովորել։ Նախ Ինչ են ասում ձեզ։ Բայց սենց ասենք, ես չեմ սիրում, շատ չեմ սիրում, երբ որ ասում են, որ մենք ստեղ հետ ենք, նրանք այնտեղ առաջ են։ Դա շատ չեմ սիրում, որովհետև չի կարելի ոնց որ, как сказать, нельзя обобщать. Есть некоторые вещи, в которых мы далеко впереди. Например, такие понятия, как человечность, такие понятия, как близость к природе. Вот эти вещи, они раскрывают другой тип мышления, другой тип интуиции. И когда человек, например, где-нибудь там далеко мыслит с помощью искусственного интеллекта, теряет эти человеческие качества, остается большой вопрос, кто впереди, он или мы. Понимаете, если говорить о науке, ну, пожалуйста, в Бюрокранской академии, в конце концов, физик из Армении сделал прорыв, который не могли сделать со времен Эйнштейна. Поэтому тут я, как сказать, я патриот, я люблю свою страну, люблю свою нацию и очень люблю, когда говорят, что кто-то впереди, а мы вот отстаем. Но при этом я люблю очень адекватно и объективно оценивать, где мы. Где мы на карте мира? Кто мы на карте мира? Да, 0. 0. Мы на карте мира 0, к сожалению. Но у нас есть огромный ресурс, как бы прийти к большим достижениям с большой скоростью. Потому что есть человеческий ресурс, который сегодня фактически не используется, но при определенных реформах, при определенных переменах это может превратиться в новую систему, и тогда скорость перемен будет очень высокой. И эффективность перемен будет очень высокой. Поэтому нужно очень честно и прямо смотреть себе в зеркало и понимать, там, где мы отстаем, нужно догонять, там, где мы впереди, нужно ценить. Բայց ամեն դեպքում դրսից փորձ եւ գիտելիք դուք վստահաբար բերել եք այստեղ։ Ինչն է առաջնահերթ, որ դուք կցանկանաք այս դասընթացի միջոցով փոխանցել մասնակիցներին։ Мотоцум. Подход. Потому что тот подход, который я нашел там, меня на самом деле потом здесь уже находясь в Армении очень сильно изменил. И я вам вот что скажу. На самом деле я долгое время не мог это сформулировать, но сейчас твердо могу сформулировать, что когда ты смотришь на экономику с позиции только экономики, ты ничего не увидишь. Вот я вывел формулировку: жизнь человека и жизнь нации отличаются только пространством и временем. Механизмы проживания абсолютно одинаковые. У человека есть психология, у национальности есть психология. У человека есть история, у национальности история. Если эти вещи не смотреть комплексно, то ты не увидишь линию движения, последовательность не увидишь. Но если ты смотришь в эти вещи суммарно и как бы, как сказать, как в один пазл,
Когда складываешь ты финансовую составляющую, духовную, психологическую составляющую и исторический поток, который идет из прошлого, ты видишь совершенно другую картинку. И этому подходу я научился за границей. Շատ լավ, այս սեղանին դրված գրքույկը եւ այդ պատկերը ձեր գաղափարների նաեւ արտահայտումն են ինչ որտեղ Արտաշես առաջինի մետաղադրամը։ Այո, կպատմեք այդ մասին, ինչ է այդ եւ որտեղից է ձեզ մոտ հայտնվել։ Ես Հայաստանի նումիզմատիկա ասոցիացիայի հիմնադիր եմ, կոլեկցիոներ եմ ու հավաքում եմ միայն հայկական մետաղադրամներ, այստեղ շատ ունեմ տարբեր դինաստիաների մետաղադրամներ, ասենք Երևանդունիների սկսած միջև Արշակունիներ ու ասենց ասենք մետաղադրամների ուսումնասիրությունը ինձ բացահայտել է մեր պատմությունը մի քիչ ուրիշ անկյունից, ոչ թե ինչ որ գրած է ընդունված գրքերում կամ նյութերում, այլ ինչ որ դու սկսում ես ուսումնասիրել այլ երկիրների կամ պատմաբանների աղբյուրներից ու դա իմ համար շատ հետաքրքիր է, որովհետև արդեն ասել եմ, որ ես ինչ որ չափով երևի պատրիոտ եմ ու շատ եմ սիրում մեր Ձեր պատմածից զգացվում է։ Հա։ Անկամ չասել པարզ է, կարծում եմ դասողների եւ դիտողների համար էլ։ Ու ինձ շատ հետաքրքիր է եղել, քանի որ ես դրսում էի ապրում, դրսում ծնվել մեծացել, ինձ հետաքրքիր է եղել հայը ինչ է, հայ ազգը ինչ է, ու երբ որ չես ապրում ստեղ ու զրոյից սկսում ես ուսումնասիրել, այդ զրոյից как раз հավաքում ես այդ գիտելիքները, ինչ որ քեզ չեն սովորացնում դպրոցում, դու ոնց որ քեզնով ես վերցնում, ու ինձ այդ մետաղադրամները շատ ինֆորմացիա են տվել, որը ինձ ասենք շատ թանկ է։ Ինչպես հասկանում եմ, դասընթացը իր ազգային տարրը ամեն դեպքում ունենալու է, դուք անմասն չեք մնալու դրանից։ Շատ հետաքրքիր սինթեզ է ստացվում թիմի ներսում, օրինակ Հովանը վերջերս իհարկե MBA արեց, ինքն էլ տնտեսագիտական ինչ-որ գիտելիքներով բազա, բայց նաև ինժեներ, միկրոէլեկտրոնային ոլորտում PhD է արել ու սենց հետաքրքիր ինժեներական մենք ֆոլկլոր մշակույթ արվեստով Արկադին միքս տարբերակ եք ստացել հա այսինքն երեքից մոտ էլ էկոնոմիկայի մասով կան անհրաժեշտ գիտելիքներ անհրաժեշտ եւ բավարար գիտելիքներ որոնք հարստանում են պատմության մշակույթի արվեստի հոգեբանության եւ այլ գիտելիքների համադրմամբ ու հավատացած ենք, որ իրոք կարողանանք կանխատեսման ու անալիտիկային նոր երանգ տալ, որոնք մենակ ոնց որ թվերով չեն պայմանավորված, այլ նաև այլ գործոններով, ոնց որ եկող պատմությունից, պատմական փորձից, եկող այդ կենսաձևերից, ազգերի, պետությունների, իրանց ներքին մշակույթից, ներքին հոգեբանական քաղաքական իրավիճակներով պայմանավորված փորձելու ենք այս բոլորը համադրելով ստանալ ինչ-որ արդյունք, ինչ-որ կանխատեսում անել։ Պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար։ Հա, որովհետև ինքը Այսինքն միայն գիտելիք չեք փորձում փոխանցել, այլ Նաև իրականում կարծում եմ այն մարդկանց համար, ովքեր չեն դիմել, բայց նպատակ ու ցանկություն ունեն գուցե դիմելու, հետաքրքիր կլինի նաև արդյոք դուք երեքով եք միայն այս դասընթացները անցկացնելու, թե այլ մասնագետներ, փորձագետներ եւս թիմում ներառված են լինելու։ Մենք երեքով ենք սկսելու, ընթացս չենք բացառել, որ կարող է որևէ ոլորտից մասնագետներ հրավիրենք առանձին բանախոսությունների։ Ուզում եմ ուղղությունների մասին էլ խոսել, այդ ժամանակահատվածը, որ դուք նշեցիք, ինչ ուղղություններ են լինելու, ինչ ուղղություններ են լինելու, շեշտը ինչի վրա եք դնելու եւ ինչու են հատկապես այդ ուղղությունները ընտրված, ոնց եք որոշել։ Մենք ըստ երևույթին կմեկնարկենք մի քանի ծանոթություններից, օրինակ հենց աշխարհի բանկերը, ինչ է բանկը, ինչպես են աշխատում բանկային համակարգերը, ինչպես են աշխատում անձերի հետ, բիզնեսների հետ եւ պետությունների հետ, որ շատ կարեւոր ու հետաքրքիր է։ Դրանք ինչ ազդեցություն են թողում, փողի պատմություն, ինչ է փողը, ինչպես է առաջացել, ինչպես է աշխատում առհասարակ։ Մենք առհասարակ մեր ազգը ֆինանսապես գրագետ է, ոնց եք կարծում։
Այդ գրագիտությունը մեզ Ես կասեի շատ։ Հա։ Հա։ Շատ, որովհետև եթե մենք տեսնենք մեր Սփյուռքը ինչ աջողակ է, ինչ արդյունքներ են հասնում աշխարհում, ոնց կարելի ասել, որ մենք ֆինանսական անգրագետ ենք, կամ եթե մենք տեսնենք մեր վաճառականների պատմություն, ոնց կարելի ասել, որ մենք ֆինանսական անգրագետ, հակառակ մեր վաճառականների այդ պատմությունը մեր ուժն է։ Բայց այսօր եթե նայում ենք ոչ թե պատմությանն ենք, այսօր ժամանակը փոխվել է, չէ՞ ամեն դեպքում։ Շատ ուժեղ օրինակներ ունենք աշխարհում, ու Սփյուռքում մեր հայերը շատ ուժեղ արդյունքներ են հասել, ուղղակի ցավոք նրանք ոնց որ առանձին են, պետության հետ կապ չունեն, ազգի հետ կապ չունեն, ու մենք հենց դա ենք ուզում փոխել, որ ստեղծենք ինչ-որ նոր հետաքրքիր համակարգ, որը կարողանա համախմբվի հետաքրքիր, как сказать, интересных представителей нации в одну систему։ Դե մշտապես ասում են, չէ, այս Սփյուռքում այս մարդկանց, ովքեր հասել են հաջողությունների, այնտեղ իրենց հնարավորություններ տրվել են, իսկ Հայաստանը այդ մասով շատ սահմանափակ է։ Այսինքն այն փորձը, գիտելիքները, որ դուք փորձում եք փոխանցել մարդկանց, արդյոք հետո ինչ որ մի պահի մենք սահմանափակության խնդիր չենք ունենալու դաշտում։ Այսինքն մարդիկ որոշեն, որ այս գիտելիքներով Հայաստանում հնարավոր չէ աշխատել եւ պիտի դուրս գալ, դրսում անել ինչ-որ։ Наоборот. Можно я отвечу на этот вопрос? Дело в том, что, смотрите, то, что мы планируем сделать, это базовый аутсорсинг. То есть, если на сегодняшний день IT-компании, интернет-компании открывают офисы в Армении для того, чтобы в IT-сфере обслуживать данное направление, данный рынок отсюда, и это очень эффективно, и более того, многие специалисты из той же Америки, России, Европы и так далее приезжают сюда и работают отсюда, то то же самое может быть и на финансовом рынке. То есть, если мы делаем, допустим, прогнозирование рынка кофе, и какой-нибудь крупный завод, находясь в любой стране мира, ему такую команду будет держать гораздо дороже, нежели покупать наши услуги. Таким образом, мы, исследуя общее, составляя прогнозирование в разных направлениях, способны будем обслуживать разные виды бизнеса, крупные заводы, те же, допустим, там крупные трейдеры, фонды и так далее, и так далее. Вот. И у нас при этом есть несколько условий, которые мы себе поставили, как минимум втроем, и это будет дальше соблюдаться. Мы в данный момент вне политики, мы не в одной партии, и мы не играем на бирже никаким образом в данный момент. Вот это то, что мы себе поставили, потому что нужно быть нейтральными, нужно сохранить взгляд со стороны. Հասկանալի է, Կորին ջան, ինչ կավելացնենք դուք, նաև այն մասով հարցը կիսատ մնաց, որ ձեզ ուղղել է ուղղությունների մասով, ինչի վրա եք շեշտը դնել։ Այդտեղից կշարունակենք արդեն էներգետիկ շուկաները ուսումնասիրել, օրինակ նավթի շուկան, որը էլի շատ մեծ զգայունություն ունի քաղաքականության եւ այլնի հետ կապված, մեծ ազդեցություն ունի, հումքերի շուկան, մետաղներ, տարբեր թանկարժեք եւ այլն, ուսումնասիրենք առևտրատնտեսական ճանապարհները, որտեղով ինչ նավային հանգույցներ կան, ինչ երկաթ գծեր կան, երկաթուղիներ կան, եւ ամբողջ միտքը հենց այն է, որ դուրս գանք այնպիսի որակական մակարդակի, որը հնարավոր կլինի ներկայացնել ամբողջ աշխարհին, այսինքն միայն ներքին սպառման վրա չենք կենտրոնացած, ավելի շատ կենտրոնացած ենք լինելու համաշխարհային սպառման վրա, որ այն արդյունքը, որ մենք ստեղծում ենք, օգտակար լինի մեծ սփռում ունեցող կայքերի, թերթերի եւ նաեւ դրանք կիրառող բիզնեսմենների համար։ Մշտապես ասում են, չէ, որ տնտեսագիտությունը եւ քաղաքականությունը, առհասարակ տնտեսությունն ու քաղաքականությունը, ես շփոթվեցի, փոխկապակցված են մեկը մյուսին լրացնող։ Արդյոք կարող ենք ասել, որ այդ տնտեսության մեջ նմանատիպ նորություններով, փոփոխություններով մենք կարող ենք նաեւ քաղաքականության մեջ որոշակի լուծումների գալ։ Հենց նաեւ մեր նպատակներից մեկն էլ է դա, որ երբ որ հնարավոր լինի գլոբալ հայացք ունենալ, գլոբալ տեսանկյուն ձևակերպել, այդտեղ կերևա նաև Հայաստանի խնդիրները։ Կերևան թե օրինակ ուր պիտի շարժվի, ինչ կարող է անել Հայաստանը, որպեսզի
հնարավոր լինի նոր տենդենսներում, նոր քաղաքական իրավիճակներում։ Հիմա ծաղկակաղ արված այսպես ինֆորմացիա է ամբողջ ազգի մոտ ու ամբողջ պատկերը տեսանելի չէ, եթե խորքերը գնան, գուցե ինչ-որ մի բան բացահայտվի էլի։ Հենց այդ հույսով էլ ուզում ենք գնալ եւ մի քիչ այդ տեսանկյունը լայնացնել, էլի, այսինքն շատ ենք կենտրոնանում ներքինի վրա, թե մամուլում, թե քաղաքական հարցերում, ասենք օրինակ հենց հիմա եթե նայենք թե ինչ մարտահրավերներ կան հենց դրսից եկող աշխարհից եկող ու թե ուրա կենտրոնացած մեր ինֆորմացիոն դաշտ ու ինչ քաղաքականություն ենք վարում ենք հենց այդտեղ այդ կոգնիտիվ դիսոնանսը առաջանում է մեր թիմը փորձելու է առաջարկել այլ հայացք, առաջարկել այլ տեսանկյունից նայել թեկուզ ներքին, թե ներազգային, թե ներհայաստանյան, որտեղ սրանք այս պայն ահագին տարբեր բաներ են, ներազգային, եթե վերցնում ենք ամբողջ ազգը, սփյուռքը ներառյալ, ավելի շատ հայազգը Հայաստանում չէ, քան Հայաստանում է, իսկ եթե վերցնում ենք արդեն մենակ ներհայաստանյան հարցերը, լրիվ տարբեր իրավիճակներ ունենք։ Հիմա մենք ուզում ենք այս հարթությունների մեջ կորելացիաները տեսնենք եւ շարժվելու ուղղություններ փորձենք ցույց տալ։ Ոնց կարող է հայ ազգը շարժվել նույն ուղղությամբ, ինչ ուղղությամբ որ կգնա Հայաստանը եւ ընդհակառակը Հայաստանը գնա այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ ուզում է գնա հայ ազգը։ Ելքեր փնտրելու այլ ձևաչափ եք մտածել, մի խոսքով։ Այդ-ին կարողացել է Հայաստանը։ Հիմա ենք տեսնում ելքեր, ուղղակի մենք այսօր քաշ չունենք, մենք այսօր տենց ոնց որ как сказать, у нас сегодня нет ни веса, ни возможностей тех, которые бы повлияли на жизнь нации, к сожалению. И одна из задач будет стоять именно в этом, в том, чтобы иметь возможности осуществить реформы. И я так скажу, я не хочу говорить сейчас о многом, хотя достаточно информации, но то, что происходит сейчас, вот представьте себе конфликт внутри одного человека. Может быть человек счастливым, если внутри него конфликт? Не может. Ну, не может, потому что внутренний конфликт будет его изнутри съедать. И сегодня мы имеем внутри нашей страны внутренний конфликт. Да, так дело в том, что это одно из третьих... Но это одно из третьих направлений, о которых мы говорили. Кстати, сейчас запускается еще одна группа по самопознанию. Там, где я являюсь специалистом, есть ինքնաճանաչման պրակտիկաների մասնագետ եմ ու դա երրորդ ուղղությունում ենք հիմա խումբ ենք սկսում, որտեղ հերթով անցնելու ենք ամենազարգացած, ամենավերջին պրակտիկաներ ու ուզում ենք վերջում վերականգնենք մեր հայկական ինքնաճանաչման պրակտիկաները, որովհետև վաղտին Հայաստանը եղել է ոնց որ խաբ, ինքնաճանաչման խաբ, որտեղ հանդիպում էր արևելք եւ արևմուտք ու մենք խոր գիտելիքներ ունենք ու ուզում ենք երկուսից էլ ստացել ենք, էլի։ Ունենալով հարստացրել ենք բոլոր ոլորտներում, մշակույթում էլ։ Այո, բոլոր ուղղություններով։ Եթե հավելելու ինչ-որ բան ունեք դասընթացի հետ կապված եւ առհասարակ կուզեք ամփոփեք զրույցը, խնդրեմ։ Սիրով, նախ նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Մոնիկա ջան հրավերի համար։ Մենք հունիսի 26-ին ունենալու ենք առաջին դասը, որտեղ ներկայացնելու ենք թե ինչ արդեն մանրամասն կպատմենք, թե ամեն հանդիպման ինչ ենք անելու եւ դեպի ուր ենք շարժվելու թիմով, ինչ գիտելիքներ եւ փորձ կարող են ձեռք բերել մասնակիցները։ Հունիսի 30-ից արդեն կմեկնարկի դասընթացը բուն, ովքեր որ կամենում են մասնակցել դիմել, կարող են սոցիալական հարթակում գրել մեզ եւ կամ զանգահարել, եթե կարելի է հեռախոսահամար ասեմ։ Կարող ենք հեռախոսահամար նաեւ տեղադրել հաղորդման տեքստի բաժնում, այո, եթե հղումների կարիք լինի, դրանք եւս կտեղադրենք, որպեսզի ցանկացողներին եւ հետաքրքրվողներին ավելի հեշտ լինի գտնել։ Սոցիալական ցանցերում Կորյուն Դավթյան։ Այո, ամենահեշտ եւ ուղիղ տարբերակը։ Դուք հավելելու բան ունեք։ Մերսի շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք ստեղ մեզ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ հետաքրքիր զրույցի համար, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ թարմուղեղով իմ զրուցակիցները Արկադի Համբարյանը եւ Կորյուն Դավթյանն էին, ովքեր ֆինանսիստներ են, իսկ մեր թեման ֆինանսական էր, տնտեսական եւ առհասարակ նաեւ քաղաքական։ Շնորհակալ եմ մեզ հետեւելու համար, կհանդիպենք, լավ եղեք։